Բարեկալու Սիվիլն է, տաղավարում հյուրընկալել եմ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին։ Բարև ձեզ։ Պարոն Բադալյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ընտրությունների արդյունքում, որ տեղի ունեցան հունիսի 7-ին, կարելի է ասել երկու կողմի նպատակադրումն էլ մեծ հաշվով ընդդիմության նպատակը հեռացնել այս իշխանության նպատակը չունենալ այս ընդդիմությունը մեծ հաշվով խորհրդարանում տեղի չունեցավ կարելի ասել, որովհետև կային նման հայտարարություններ, որ այս ընդդիմությունը, ինչպես իշխանություն էր ասում, ուրեմն 3 կուսակցություններին, որ չպետք է հայտնվեն խորհրդարանում, գոնե երկուսը հայտնվել են նախնական արդյունքներով, ինչի մասին է խոսում այս պատկերը խորհրդարանի եւ կան քննարկումներ եւ վերլուծություններ, որ այս ամենի արդյունքում բևեռացումը, որ նախկինում կար քաղաքական դաշտում, ոչ թե նվազելու է, այլ շարունակելու է խորանալ։ Ձեր կարծիքը։ Նպատակների մասին իհարկե այն նպատակը, որ բարձրաձայնում էր իշխանությունը, ես կարծում եմ առավելապես քարոզչական նպատակ էր հետապնդում, այսինքն աշխատել էլեկտորատի վրա այդ հայտարարություններով, որ այս ուժերը չեն լինելու եւ նույնիսկ բանտում են լինելու եւ այլն, կարծում եմ սա պարզապես նախընտրական քարոզչական հաշվարկ էր։ Բևեռացման առումով ես կարծում եմ այստեղ ընտրության արդյունքը կամ պատկերը կապ ունի այնքանով, որքանով այն անփոփոխ է թողնում ստատուս քվոն, այլ կերպ ասած իշխանությունը թողնում է իր տեղում, իսկ դա նշանակում է արդեն իսկ բևեռացման խորացում եւ ծայրահեղությունների խորացում, որովհետեւ այն իշխանությունը, որ կա այսօր Հայաստանում, իր քաղաքական սնուցումը ստանում է այդ մթնոլորտից, այսինքն հենց ծայրահեղության, բևեռացվածության այդ խորացման մթնոլորտից եւ ակնհայտ է, որ իշխանությունն ինքն է խթանում այդ մթնոլորտը։ Եվ հետեւաբար, եթե իշխանությունը պահում է իր դիրքերը, ապա բնական է պահելու է նաեւ քաղաքական սնուցման այն միջավայրը, որ կա։ Իսկ դա, ինչպես նշեցի, այդ բևեռացվածության եւ ծայրահեղությունների միջավայրն է։ Ինչ կարող ենք ասել, ինչի մասին է խոսում արդյունքը, այստեղ շատ հարաբերական եւ շատ հակասական է իրավիճակը, որովհետեւ իսկ արդյոք այն պատկերը, որ ներկայացված է, դա խոսում է այն իրողությունների եւ իրականության մասին, որ կա։ Այստեղ նվազագույնը մեղմ ասած կասկած առաջացրեց այն հանգամանքը, որ օրինակ վարչապետ Փաշինյանը իր հաղթանակի մասին հայտարարեց դեռ ձայների հաշվարկի այդ մեկնարկային փուլում չսպասելով անգամ, որ ֆորմալ իմաստով կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփի արդյունքը։ Շատ երկրներում են նման կերպ անում, այսինքն եթե ակնառու է լինում հաղթանակ, այսինքն այն աստիճան ակնառու, որ դա նույնիսկ տեսանելի է անզեն աչքով, բայց Հայաստանում կարծում եմ այդպիսի պատկեր մեղմ ասած չկար։ Եվ հետեւաբար բարդ չէր սпасել գոնե ձայների հաշվարկի 50-60%-ին մոտենար եւ այդ ժամանակ հասկանալի լիներ արդյոք այդ հաղթանակը կա թե ոչ։ Եվ սա նվազագույն այս հանգամանքը առաջացնում է լուրջ հարցեր, հատկապես որ ձայների հաշվարկի ընթացքում էլ եղան այդ տեխնիկական, այսպես ասենք, դադարի եւ այլ փուլերը, երբ հարցեր առաջանում, թե ինչն է պատճառը այդ տևական ժամանակահատվածում դադարի, այսինքն այս հանգամանքները նվազագույնը առաջացնում են լուրջ հարցեր, նվազագույնը առաջացնում են հարցեր, թե արդյոք ձայների հաշվարկի ընթացքում տեղի են ունեցել որոշակի, այսպես ասենք, վերափոխումներ կամ որոշակի միջամտություններ։ Այս հարցերը առաջանում են եւ կրկնեմ առաջին հերթին առաջանում են իշխանության վարքագծով, որովհետեւ ոչինչ չէր խանգարում սпасել առնվազն մի քանի ժամ եւ նոր միայն հայտարարել։ Հասկանալի է, բայց քաղաքական ուժերը կարող են վերահաշվարկ պահանջել եւ իրականացնել։ Ես տեխնիկապես չեմ տիրապետում այդ վերահաշվարկի հնարավորությունները, որովհետև եթե չեմ սխալվում, այնտեղ սահմանափակ ծավալ կա, որ կարող են վերահաշվարկ ակնկալել կամ պահանջել տեղամասերի քանակի իմաստով։ Հիմա չեմ պնդի, որովհետև վստահ չեմ, բայց այդուհանդերձ չեմ կարծում, թե վերահաշվարկը լուծելու է հարցերը կամ փարատելու է։ Եվ այս տեսանկյունից կրկնեմ, ինքնին վարքագծային դրսևորումն է, որ հասարակության մոտ առաջացնում է հարցեր կամ չի առաջացնում հարցեր։ Պարոն Հակոբյան, տեսեք, ամեն դեպքում իշխանությունը, որ ցանկանում է իշխող ուժը, քաղաքացիական պայմանագիրը, որ նաև հայտարարել է, որ իրատեսական է համարում այս ընտրությունների արդյունքում ունենալ նաև սահմանադրական մեծամասնություն, կարծես թե այդ մեծամասնությունը չի ունենում։ 3/5-ը, եթե Բարգավաճ Հայաստանը չանցնի խորհրդարան,
կարծես ունենում է իշխանությունը, որը կարևոր է, այսպես կարևորագույն օղակներում, այո, սահմանադրական օրենքներ փոխելու եւ կարևորագույն օղակներում պաշտոնյաներ նշանակելու համար, բայց սահմանադրական մեծամասնությունը, որը անհրաժեշտ է սահմանադրության փոփոխություններ նախաձեռնելու համար եւ ազգային ժողովում դրանք անցկացնելու նկատի ունեմ ազգային ժողովով անցկացնելու հետո հարակվեի դնելու համար կարծես չի ստանում։ Ինչ խնդիր սա կարող է ստեղծել իշխանության համար, առհասարակ, որտեղ դա ոչ միայն ներքաղաքական ամբիցիա է, այլև արտաքին քաղաքական նշանակություն ունի եւ սերտորեն փոխկապակցված է խաղաղության գործընթացի հետ։ Ինչպես է իշխանությունը հաղթահարելու այս արգելապատնեշը, արգելքը, չգիտեմ։ Եթե պաշտոնական արդյունքով ամրագրվի հենց այն պատկերը, որ չունեն սահմանադրական մեծամասնություն եւ հնարավորություն չունեն սահմանադրության վերաբերյալ խորհրդարանական որոշումների, սա մի կողմից կարող է ստեղծել խնդիր այն իմաստով, որ քաղաքական իշխանությունը չի կարող բավարարել այն ակնկալիքները, որի դիմաց իրեն աջակցում էին արտաքին շատ դերակատարներ, այդ թվում Թուրքիան եւ Ադրբեջանը, եւ հայտնում ակնկալիքը, թե ինչ աջակցությունը ինչ սպասումներով է պայմանավորված։ Նվազագույնը մենք գիտենք այդ սահմանադրությունը փոխելու ադրբեջանական պահանջը, որը իհարկե չի ներառվում այն կետերի շրջանակ, որ թույլ է տրվում փոխել խորհրդարանով, բայց մեղմ ասած ցանկության դեպքում չեն կաշկանդվի նաև այդ արգելքի առումով եւ կփոխեին խորհրդարանով, որովհետեւ հանրակրվեով այդ կետը առաջ մղելը պատկերացնում եմ չափազանց բարդ է լինելու։ Եվ այստեղ կարող է սահմանադրական մեծամասնության բացակայությունը առաջացնել խնդիր քաղաքական իշխանության համար այդ տեսանկյունից, բայց եթե նայենք իրավիճակը մի քիչ էլ հակառակ ծայրից, ապա դա կարող է ապահովել ճկունություն եւ մանևրի հնարավորություն հենց նույն դաշտում, եթե այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե եթե այդ կամքը եւ ցանկությունը քաղաքական իշխանությունը ունի։ Եվ այստեղ շատ բան կախված է նրանից, թե որքանով ունի նաեւ այդ մանևրը իրականացնելու կարողություն, ինչ աստիճանի է արտաքին ճնշվածությունը, ինչ աստիճանի է այդ խոստումներով կապակցվածությունը, որ դրանք կան չափազանց տեսանելի է եւ այդպես թե ուղիղ նշաններով, թե անուղղակի նշաններով, եւ այստեղ էլի գալիս ենք հարցին, ինչ աստիճանի է այդ ամենը եւ այստեղ կունենանք արդյոք խնդիրներ, այսինքն իշխանությունը կկանգնի խոստումների իրականացնելու խնդրի առաջ, թե հակառակը կունենա մանևրի եւ ճկունության հնարավորություն։ Այնուամենայնիվ սահմանադրական մեծամասնության բացակայությունը գոնե սահմանադրության փոփոխության հարցում պետք է որ մղի իշխանությանը որոշակի համագործակցության ընդդիմության հետ։ Օրինակ, չգիտեմ, փորձեն լեզու գտնել, որ այս հարցում ինչ որ համագործակցության գնան, գուցե հարցը դնեն հանրակրվեի թող ժողովուրդը որոշի եւ այլ, հա։ Բայց կարծես վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ասուլիսի ժամանակ մի փոքր այլի մասին էր, որ կարծես նպատակադրված չի իշխանությունը գնալ այս ընդդիմության հետ համագործակցության, հա։ Ինչ է կարծում, որ ճանապարհը կարող է ընտրել իշխանությունը։ Քաղաքականության մեջ այդ գործակցության կամ կոմունիկացիայի հարցերը միշտ չէ, որ հրապարակային հայտարարությունների հետ այսպես զուգահեռ նույնական են լինում կամ միայն այդ մեխանիզմներով է հնարավոր լուծել։ Սա ընդհանուր առմամբ։ Երկրորդը ես ուզում եմ հիշեցնել Փաշինյանի հայտարարությունը դեռ ընտրական process-ի ընթացքում պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած իհարկե, երբ նա ասեց, որ պատերազմ կլինի, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չունենան։ Այդ պատերազմի շանտաժի խաղարկումը նաև նշվում էր սահմանադրական մեծամասնության հանգամանքով եւ սա առաջացնում է այն հարցերը, ինչի մասին խոսեցի, թե ինչ աստիճանի պարտավորությունների տակ է քաղաքական իշխանությունը այն արտաքին աջակցության դիմաց, որ ակնհայտորեն ստացվեց։ Եվ այս հանգամանքից կախված արդեն կլինեն հետագա զարգացումները, թե ինչպիսի տրամաբանությամբ կգնա իրավիճակը։ Մենք այժմ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր կենտրոններ շնորհավորում են Հայաստանի իշխանություններին հաղթանակի կապակցությամբ եւ առհասարակ ընտրությունների անցկացման առումով, բայց չենք տեսնում Հայաստանի համար կամ տարածաշրջանի համար էլի նշանակություն ունեցող եւս մեկ կենտրոնի Ռուսաստանի կողմից շնորհավորանք։ Սովորաբար եղել է միշտ, եթե ես չեմ սխալվում, հակառակը, որ ընտրությունների նախնական անգամ արդյունքները ամփոփելուց հետո Մոսկվայից եղել է շնորհավորանք Հայաստանի իշխանությունների հասցեին, բայց հիմա մենք լսում ենք տարբեր
մակարդակներում Մոսկվայում փորձագետների մակարդակով, տարբեր падգամավորների մակարդակով ազգային, ուրեմն արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունների, որոնք քննադատող են այդ հայտարարությունները, մեղմ ասած ընտրությունների արդյունքները կարծես դնում են ուրեմն կասկածի տակ։ Ինչպես կզարգանան այդ առումով հայ-ռուսական հարաբերությունները ձեր կարծիքով եւ արդյոք մենք կունենանք այդ շնորհավորանք, Հայաստանը կունենա այդ շնորհավորանքը Ռուսաստանից։ Հայ-ռուսական հարաբերության ճակատագրի վերաբերյալ գնահատելու համար, գնահատական տալու համար պետք է իմանալ ինչ է կատարվում Փաշինյան-Պուտին, այսպես ասենք, գծի վրա։ Իհարկե կարևոր են ավելի ներքևում գտնվող ինստիտուտներից հայտարարությունները, բայց կարծում եմ առանցքայինն այն է, թե ինչ է կատարվում Փաշինյան-Պուտին գծի վրա, իսկ այդտեղ առանցքային մի բան կատարվեց։ Մեդվեդևը մինչև ընտրությունները հայտարարեց նրա մասին, որ չի կարելի լեգիտիմ համարել կամ չէ։ Դե եթե Մեդվեդևի հայտարարություններով դատեինք, ես հիշում եմ մի 2-3 տարի առաջ Մեդվեդևը Փաշինյանին ընդհանուր սպառնում էր ֆիզիկապես։ Այսինքն հիմա պետք է Փաշինյանը ֆիզիկապես գոյություն չունենար, եթե Մեդվեդևի հայտարարություններով դատենք։ Մեդվեդևը կարծում եմ այսպես հաջող կամ ոչ այնքան հաջող լրացնում է Ժիրինովսկու պակասը ռուսական այդ քաղաքական հիերարխիայում։ Ինչ վերաբերում է հարաբերության ճակատագրին, նշեցի Փաշինյան-Պուտին գիծն է դերևս կարևոր այստեղ, ինչ է կատարվում այդտեղ, իսկ այդտեղ կատարվեց առանցքային նշանայինը կատարվեց հունիսի 1-ին, երբ Փաշինյանի ծննդյան տարեդարձի առիթով Պուտինը զանգահարեց Երևան, խոսել էին եւ Հայաստանի կառավարությունը տարածեց հաղորդագրություն, որ Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել աջակցության համար։ Ռուսաստանը կարծես թե այդ հայտարարությունը որևէ կերպ կասկածի տակ չդրեց, որ այդպիսի բան չի եղել եւ այլն, եւ Պուտինը չի աջակցում Փաշինյանին եւ այլն։ Հետեւաբար այստեղ պետք է հասկանալ այս շնորհակալությունը ինչի համար էր եւ ինչ աջակցություն է ցուցաբերվել։ Իմ գնահատականն այն է, որ Ռուսաստանը իր վարքագծով մեծ աջակցություն ցուցաբերեց վարչապետ Փաշինյանին իր էլեկտորատը մոբիլիզացնելու կամ առավելագույն մոբիլիզացիա ապահովելու համար եւ հակառակը նաեւ Հայաստանի հասարակության գուցե նույնիսկ որոշակի չեզոք տրամադրվածություն ունեցող հատվածին դարձյալ Փաշինյանի շուրջ մոբիլիզացնելու համար հետեւյալ տրամադրված թե դա արդյունքում ստացվեց այդպես։ Հատուկ արվեց թե ոչ, բայց ես չեմ կարծում, որ Ռուսաստանում տգետներ են, չեն պատկերացնում Հայաստանում իրավիճակը, չեն լսում թե Փաշինյանը քարոզչական գլխավոր խաղադրույքը ինչի վրա է անում եւ չեն հաշվարկում թե իրենց հայտարարությունները կամ այս կամ այն քայլերը ինչ էֆեկտ կունենան Հայաստանում։ Օրինակ, երբ Ռուսաստանը տեսնում է, որ Փաշինյանը թիրախավորում է գլխավոր ընդդիմության այդ առաջատար մրցակիցներին ասելով, որ նրանք Ռուսաստանի դրածո ուժեր են եւ եկել են Հայաստանը գուբերնիայի վերածելու, Փաշինյանը չի ասում կարծես, բայց իր թիմակիցները դե ուղիղ ասում էին, այսինքն հիմա ես չեմ կարող ամսաթվով մեջ բերել Փաշինյանի հայտարարություն, բայց ուղիղ ասում եմ, գիտեմ բարձրագույն իշխանությունը ավելի բան էր, դիվանագիտական էր ձևակերպում։ Կամ ենթադրենք Փաշինյանը չի ասում, բայց ինչ որ падգամավոր, այսինքն այստեղ այդ ակնհայտ էր այդ ամեն ինչը, ես չեմ կարծում թե կարելի է այստեղ կասկածի տակ դնել, որ այդպես բան ասվել է, թե այդ քարոզչական մեխը դնել կասկածի տակ։ Եվ հետեւաբար երբես պարագայում Ռուսաստանը անում է քայլեր, որոնք Հայաստանի իշխանությանը հնարավորություն են տալիս ասելու տեսակ, որ մենք ասում էինք, ես չեմ կարծում, թե այդ քայլերը հաշվարկելը Ռուսաստանում այդքան բարդ էր եւ այդտեղ արդեն առաջանում է հարց, այդ քայլերը ում էին ավելի աջակցում, որովհետեւ մարդը, որ օրինակ նստած է Երևանում եւ փորձում է հասկանալ, թե ինչպես կարելի է ընտրություն անելու մոկտին եւ այլն, անգամ ինքը Փաշինյանի համակիր չէ։ Իսկապես սկսում է այդ միջավայրում եւ բացահայտ այդպիսի վարկագիծ է դրսեւորում Ռուսաստանը, սկսում է այդ միջավայրում հասկանալ այդ եւ լիովին այլ կերպ ընկալել օրինակ այդ բանաձևը, որ բերվեց դաշտ, այսինքն միթե մեր անկախությունը պետք է փոխենք ելակի հետ։ Այդ բանաձևը սկսում է մարդու վրա ազդել, երբ որ Ռուսաստանը իր գործողություններով ամբողջապես արդարացնում է այդ բանաձևի, այսպես ասենք, համոզիչ լինելը։ Հիմա այստեղ առաջանում են այդ հարցերը, այդ քայլը վարկագիծը Ռուսաստանի, դա օգուտ էր իշխանությանը, թե հարվածում էր իշխանությանը։ Ես կարծում եմ առաջին տարբերակներ եւ ինչի համար Փաշինյանը միանգամայն քաղաքավարի եւ երախտապարտությամբ իսկապես շնորհակալություն հայտնել է Պուտինին։ Եվ վերջին հարցը, արդյոք ընտրություններից հետո տեղի կունենա հանդիպումը Փաշինյան-Պուտին, որի մասին մեծ հաշվով ապրիլի 1-ի հանդիպումից հետո հայտարարեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է եւս մեկ հանդիպում Հայաստանի եւ Ռուսաստանի բարձրաստիճան իշխանություն ամենաբարձր մակարդակում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, այսինքն Փաշինյան-Պուտին, եւ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, այն խնդիրները, որ ծագել են մինչեւ այս հանդիպումը
առևտրային սահմանափակումներ, մեծ հաշվով սանկցիաներ, որոնք կիրառվում են տարբեր առևտրային ուղղությունների եւ տարբեր ապրանքատեսակների նկատմամբ արդյոք հնարավոր կլինի դրանք լուծել արագ։ Կարծում եմ, այս հարցերը կախված են լինելու ավելի ստրատեգիական քննարկումների հետ, որ Փաշինյան-Պուտին ձևաչափում տեղի կունենա, որովհետեւ շատ էական հայտարարությունը Փաշինյանի ընտրարշավի ընթացքում էր, այն էր, որ հայ-ռուսական հարաբերությունը ենթարկվում է տրանսֆորմացիայի։ Ես ինքս սա էական եմ համարում, որովհետև նախընտրական պլատֆորմի մաս էր իրենց մոտ։ Ես ինքս սա էական եմ համարում, որովհետև խոսում եմ արդեն տարիներ շարունակ, որ երբ փոխվում է աշխարհը ակնհայտորեն եւ դինամիկ, չի կարող նույնը մնալ հայ-ռուսական հարաբերությունը եւ անհնարին է այդ հարաբերությունը ճշգրիտ չափել հին աշխարհի չափանիշներով։ Եվ հետեւաբար այստեղ մեր ամբողջ քաղաքական դաշտում պետք է այդ վերանայումը տեղի ունենա, թե ինչ է կատարվում։ Ըստ իս այդ տնտեսական հարցերը արդեն կախված կլինեն նաև այս ստրատեգիական քննարկումներից եւ այս տեսանկյունից հանդիպման լինելը Փաշինյանը նաև կարծես ազդարարեց ընտրարշավի ընթացքում։ Այո, որ նախատեսում է տարբեր կենտրոններ այցելել, այդ ես կոնկրետ նկատի ունեմ այո Մոսկվայում այդ պայմանավորվածությունը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ եմ հրավերի համար։ Սիվիլայնի տաղավարում ես զրուցեցի Հակոբ Բադալյանի հետ։ Առողջ եղեք։ Կհանդիպենք։